Չմրսես։ Ինչի։ Դե որ մրսես, հիվանդանոս։ Եվ։ Ես գիտեմ դու ինչ ես ուզում ասես։ Ուզում ես ասես, որ քո համար մեկ չի։ Իսկ քո համար մեկ չի։ Լարա, ես չգիտեմ, թե դու իմ մասին ինչ ես մտածում։ Բայց հավատա, ես քեզ չեմ խաբել, ես շատ անկեղծ որոշել էի, որ մի քանի օրից մենք միասին հետ ենք գնալու։ Գիտեմ։ Իսկ ինչի են քեզ ուզում ամուսնացնել քո մամայի ընտրած աղջկա հետ։ Գիտես, հարցը մամայի ընտրած աղջիկը չի։ Ես ուղղակի չեմ ուզում ամուսնանալ։ Ոնց կարելի ամուսնանալ առանց սիրելու։ Առաջներում շատ ա եղել։ Երբ որ ամուսնացել են, հետո սիրել են, հետո որ ճանաչել։ Իսկ դու ոնց ես մտածում։ Ես ուզում եմ սիրեմ։ Հետո նոր ճանաչես։ Ճանաչեմ, սիրեմ, հետո նոր ամուսնանամ։ Չէ։ Ինչը չէ։ Ես խալ եմ անում։ Առնակ Միխայելիչ, ես ձեր իմացածներից չեմ։ Ինչ ես խոսում, Լարա։ Բայց ինչ ասեմ, բոլորին ներկայացնում եք, որ ես ձեր ընկերուհին եմ, բերում եք ուրիշ երկիր, որ օգտվեք առիթից։ Ոնց։ Էս եկու համար ուրիշ երկիր ա։ Այդ իմաստով չէ։ Դուք շատ լավ էլ հասկանում եք, որ ես ամեն ինչ հասկանում եմ։ Լարա ջան, ես կյանքում քո վրա վատ աչքով նայած չկամ։ Իսկ ինչ որ նոր եղավ, այսինքն ոչ մի բան չեղավ։ Էշություն էր։ Այսինքն չպետք է լիներ, որ չեղավ, հասկանում ես, դե ապրեն շները, ինչ ասեմ։ Որ դուք հարուստ եք, մտածում եք ամեն ինչ կարող առնեք։ Ո՞վ է քեզ այդպես բան ասել։ Դուք, ինձ տեղ բերելով։ Լարա ջան, ես քեզ խնդրել եմ, որ դու գաս այստեղ ու միասին ինձ փրկեք։ Իսկ հիմա դու երեսով ես տալիս, դե ապրես, սպասիբա։ Այս ամեն ինչը կեղծ է, մեր ստեղ գալը, մեր շփվել իրար հետ, ձեր շփվել իրար մեջ, կեղծ ֆեյք ժպիտները, հետո եվրոպացիներին եք անուն դնում։ Չափերիդ մեջ մնա, հա։ Հա, ես քեզ խնդրել եմ, որ դու ինձ օգնես, բայց այդ չի նշանակում, որ դու կարաս քեզ թույլ տաս ու մերոնց վիրավորես։ Բա որ լսեք ձեր մաման ու հարսիկը իրար հետևից ինչեր են խոսում։ Ինչեր են խոսում։ Գիտեն, ես չեմ հասկանում։ Մեկը հələ դուրս չեկած, մյուսը հետևից ինչ հասես խոսում է։ Լարա ջան, այդ սաղ սուտ բաներ են։
Հələ ասված չանի, մեկին մի հատ թեթև բան լինի, դու տենաս ոնց մաման այսպես երեխու պես հետևներից վազում։ Չնայած ասեք ռուսները այդքան ջերմություն չունեն, որ հասկանան։ Ես ռուս չեմ։ Հա, ռուսացած հայը ավելի վատն է։ Դրա համար եք ձգտում հետ վերադառնալ։ Այդ արդեն քեզ չի վերաբերում։ Եղավ, ճիշտ եք։ Ես կուղեմ իմ սխալը։ Գանգնի լարա։ Սպասի ասում։ Отстань, Արնակ։ Գանգնի լարա։ Լարա դուրը բաց։ Լարա հայերեն չեմ ասում, դուրը բաց խոսանք։ Լարա չկա։ Լարա արդեն խնդրում եմ դուրը բաց։ Հա, էդ էլ չի անցնում։ Բաց դուրը։ Դե բաց դուրը վայ։ Այդ դուրը բացարան ինչ է հասկանում որ ասում ես։ Վախեց հայ մամ ջան։ Ինչ ես հայերեն ասում։ Փորձի ռուսերեն ասես, գուցե հասկանա։ Մի քանի լեզվով արդեն ասել եմ մամ, նեղացելա չի բացում։ Էդ ինչի՞ց է դեղացել։ Հեչ։ Դե ռադեղի գդակնի։ Իշերվա կեսին այդ աղջիկան մի անհանգստացրու։ Հա բայց ընկերուհիս է, չէ մամ ջան։ Հա, ընկերուհի տա, բայց օգնիկը չի, որ երբ ուզենաս մտնես սենյակը։ Վայ մամ։ Ռադեղի գդակնի։ Մեղա քեզ Տեր Աստված։ Ցեղումս քեզ նման մարդ չի եղել։ Էդ ով ես քաշել այդ տղա։ Ինչ ենք տեսել, էդ էլ տեսանք։ Մամա։ Գալուցավ։ 2 տարեկան երեխա չեմ։ 2 տարեկան չես, բայց չես աճել։ Մամ ջան, կնի թողես ես իմ հարցերով զբաղվեմ, հա։ Լսի, դու գիշերվա ջանջ ես։ Այսինքն։ Այսինքն ռադեղի քնի ասում եմ։ Վայ, մի տոզով։ Լավ մամ ջան։ Գնացել եմ, էլ ես արդեն այստեղ չեմ։ Գնացի։ Բարի գիշեր։ Լույս բարի մամ ջան։ Մարալես, ինչ տեղեր ենք իրար է տաժած է, քիչ մնաց համպերի, եսո խաչը հոպար է, համ գազի հարցեկելուծի, համ բեզինիտ մարալես։ Ես իմ յարին շատ եմ սիրում, երթվում եմ արևով, որ չեմ տեսնում։ Արա հնգեր, դու ոնց որ Ֆիլիպ Կիրկորովն էլ ես, այ։ Ինչի ձենս այդքան նման է։ Չէ, ինքն էլ է գժվե։ Ես չեմ գժվե։ Ես ուղղակի սիրածս աղջկան հիշեցի։ Ում Ղարիբի Սիրուշիկին։ Հա, Պա, յանանտես մի ահա որ սիրահարվել էր հմել առանց իրա չես կարում։ ոչ մի ձև։ Բան չի եկար քաղաք ախպեր, մնա իր գյուղում։ Չէ դե ինքը ասեց պտի արեգակին հերվից նայես։ Հա դու էլ հեռախոսով զանգի հետը խոսա։ Չեմ կարա։ Խի րոպե չունես։ Չէ ինքը հեռախոս չունի։ Ինչի։ Ես եմ ասել չբռնես։ Ախպեր, բայց քեզ մալադեց, դու իսկական այդ տղամարդ ես։ Խի թող գա։ Շտապիր սիրել, քանի պահանջ ես կորեցել, այն օրերը չի բան։ Վախ, արա, վախ, ոշտապեմ։ Լարա ջան, ճիշտն ասած, ես մի քիչ տաքացած էի, դրա համար էլ այդպես ստացվեց։ Որ պահն ես ասում, որ տաքացած էիր։ Վերջում։ Այսինքն, հա, ամենասկզբում էլ տաքացած եմ եղել։ Փաստորեն դու ռուսացած աղջիկների վրա ես տաքանում։
Չէ, այդ ցավը տանեմ, ես քեզ նկատի չունեի, ես դա ընդհանրապես եմ ասել։ Ընդհանրապես դու ամեն ձև ինձ օգտագործում ես։ Ընդհանրապես մի քիչ առաջ էլ փորձում ես չափերը տանցնեիր։ Լարա ջան, նորից եմ ասում։ Այդ ինստինկտյան եղավ։ Ես չէի ուզում։ Չէիր ուզում։ Չէի ուզում, որ այտենց լիներ։ Հագնված չեմ, միգուցե դուրս գաս սենյակից։ Չէ, Լարա ջան։ Ես սենյակից դուրս չեմ գա, մինչև չխոսանք, չբացատրվենք, իրար չհասկանանք, ես ստեղից դուրս չեմ գալու։ Ասենք դու էլ ինձ ես ջղայնացրել։ Հիմա ինչ, ես քեզանից նեղանա։ Ես ամեն բառիս համար կարող եմ պատասխան տալ։ Ոնց։ Դե պատասխան տուր։ Սպասում եմ հենց հիմա տուր։ Տուր ասում եմ։ Դե տուր։ Լարա ջան, այս ճանջին չտաս։ Արնակ, ուխադի։ Տոյ անառակ։ Դու չես ես որ այս աղջիկը հայերեն չի հասկանում։ Այդ ինչեր ես քեզ թույլ տալիս։ Դու իմ մամա ջան լրիվ սխալ ես հասկացել, ես ուրիշ բան էի ուզում։ Հələ տես որ էլի շարունակում, հա։ Այդ աղա, այս աղջիկը քեզ սենյակից հանում է։ Դու գնա էլի։ Ուխադի, Արնակ։ Դե սխալ էլի այդ աղա։ Վայց։ Молодец, Лара. Спасибо. Пожалуйста. До свидания. Չացածի մեկը, ուրիշները գոնեն քերուն են քաշում, դու գնացիր եկար քերուտ կնգար քաշեցիր։ Մամ ուղղակի ես շատ կարևոր բան ունեի իր հետ խոսալու։ Ես գիտեմ որ դա քո կարևոր բանը։ Թե մենք ջահել չենք եղել։ Ջահել չես մնա, ծերություն կգա, աշխարհը փուջ է, քեզ էլ չի մնա։ Փաստորեն, ընկիսատ պռատ տեղերն էլ որ տղերքը ռեմոնտ անեն, սուտ սիրուն ալնելու։ Ջան, խաչո ջան։ Այո, ջան, խաչո ջան, խաչո, ես ինչ ես անում խաչո։ Արա դե լավ էլի խաչո ջան, լավ էլի արա։ Սյուզի։ Այսօրվանից ուստա Սյուզի։ Գործը փոխել ես։ Դե ստիպված։ Ինչ անեմ։ Այսինքն։ Դե դու ամեն օր մտքերով ես։ Այս town house-ը ոնց ենք հանձնելու։ Չէ, Սյուզի ջան, ես մտքերով մենակ կորիտ եմ։ Էլ մի խափի։ Ես ամեն ինչ գիտեմ։ Սյուզի ջան, ես քեզ շատ կարևոր բան ունեմ ասելու։ Հիմա չէ, Խի։ որովհետև քնած ես։ Էսի չերա։ Ոստե ուստա Սյուզի։ Ոստե դու էլ քնած ես։ Որա հա, որա ես քնած եմ։ Ես քնած եմ, որա։ Ադի քնի էլի։
Վայ, Սասուն, ես ինչ գործ ես անում այն մարդ։ Ամերտ ես գործավոր դու ուտրել ես։ Մեկին էլ ասես գիշեր ցերեկ աշխատում ես այն մարդ։ Կասի հա, դու զարմար։ Չեն հավատա որ աշխատում ես, գիշեր ցերեկ աշխատում ես։ Գիշեր ցերեկ յոնես ես սպասում, յորագուն ես Հա, este մարդ կա այդ տղա։ Este մարդ կա։ Այ, քեզ բա։ Սիրտեիմ կապեցի խոսեցի լարեժով, Pek çekalsın, xuselsın, batmel, barışo. Ara, բայց դե մարդ չպետք է ապրել։ Սիրտեիմ կապեցի խոսեցի լարեժով, Pek çekalsın, xuselsın, batmel, barışo. Ասա, սպասում եմ։ Հա, Սասուն ջան, ես էլ բացատրում եմ։ Դելեսի քեզ ինչ եմ ասում։ Մենակ չասես, որ ես տանտերը դու ես դառնալու։ Չեմ հավատալու, մեկը ուրիշ բան մտածի։ Թե չէ 14-ը խառնվելու է իրան, դու գայատալու, սվաղս էլ ճաքելու է։ Չէ, դե ինչ մտածեմ, Սասուն ջան։ Դենա սա հասկացել ես էլի։ Թո ես ոչ մի բան չեմ հասկացել։ Այս տան բանալիների քեզ որտից։ Լսեցի, որ պատրաստի տուն կա, բանալու տեղն էլ իմացա, ասի գոնե մեկ մտնեմ ցայվեմ, մարդու հոտ գա էլի վրից ես։ Դու խաչ ունեմ ախպեր, Մարգար ազատ ենց գյուղից։ Հա էլի։ Հա հետո։ Ինչ է հետո։ Այս ամեն ինչի դիմաց ինչ ես խոստանում ինձ, որ մարդ չիմանա։ Չգիտեմ ախպեր, ինչ կուզես։ Ես ասեմ, 10 հատ խոզի խորոված։ Չէ, մի րոպե։ 10 հատը շատ է, ուրեմն 5 հատը հանում ես, տեղը հավի քյաբաբ ես տնում։ Սասուն ջան, կուզես մի հատ լավ բան ես առաջարկեմ։ Դու ինչ լավ բան պիտի առաջարկես, ինձ մեկը չեմ հավատալու։ Բայց ասա։ Նայ ախպեր, այսօր տուն չես գնացել, չէ։ Դու քեզ ինչ, արա ինչ ես հետաքրքրում իմ ազնականով։ Քեզ ինչ։ Դու կարող ես քաղմասից ես արա։ Հեյ փողանակ ես քեզ հարցեր տամ, դու ես ինձ հարցեր տալի արա։ Հա։ Լավ ասեք չեմ գնացել, հա ճիշտ ես, հետո ինչ ասա, ասա։ Սասուն, կուզես մի հատ էլ դու մտնես ցայվես։ Հաճոջան։ Հաճան։ Ես կցավտա։ Ես ինչ լավ բան ասի։ Դու ոչ չեմ ուզի այդ ցավտանը։ Մտնում թափով ցայվում դուրս ես գալի ու մոռանում ես, որ մենք ընդհանրապես հանդիպել ենք։ Այսինքն։ Դե որ կոնկրետ ստեղ հանդիպել ենք էլի։ Հա։ Հաճոջան, բայց մի հատ լողանալը քիչ չի։ Աչա, ախպեր, վաղը գիտես ինչ լավ հոտա վրայիցդ գալու։ Բայց ասեմ, գոնե քանի օր ստեմ այդքան օր լողանամ էլի։ Բայց քանի օր ես ստեղ։ Ես շատ իմանամ, գործից է կախված, էի։ Չեղավ ախպերը տենց, իսկ կոնկրետ թիվ ասա։ Կոնկրետ 3 օր, հա։ Այդի հեր Սասուն ջան, էդի տոշնի է։ Բայց պետք է բերանդ փակ պահես, որ երկուսից տաք ջուրն էլ չկտրվի։ Դե մտի թափով ցայվի դուս կանք, հա։ Խաչը ես քու կյանքի մերն եմ, խաչը։ Պալուս ես։
Այսօր Պերևին ասել է մեզ խորոված բերեն որ ուտենք։ Կոմանդիր է։ Բրիգադիր է, բրիգադիր։ Դու սաղ սուտ ախպեր, մեր ուստեն պտի մեզ լավ նայի։ Ախպեր, ես այսքան ժամանակ չեմ հիշում, որ մենք գործարած ելնենք ու մեր ուստեն մեզ վատ նայած ելնենք։ Տո ուստեն ձեզ լավ կնայի, մենակ դուք ուշադիր եղեք։ Որտեվ ամեն վարքյան կարող առնակը գա։ Արա համի չեմ ասում, նստի տեղը, ասեմ ուղակի ուշադիր եղեք։ Ռուբջան, դու հանգիստ տեղի ապրես։ Ես ամենքին կուղարկեմ մուտքի մոտ, հենց մարդ գա աշկով կան, էլի։ Արա, տղեկ ջան, դուք առնակին լավ չեք ճանաչում։ Որ հետը մի քիչ չպեք կհասկանաք, այս sense տղա է։ Ինքը ձեզ տենց ատեղի տեղը չի նեղացնի։ Եթե իհարկե լուրջ խնդիրներ չտենա։ Նենց որ ելեք կպեք գործերներիդ, քանի ես եմ ասում ու լավով եմ ասում։ Ռուբ, բայց հենց լավ ես բացատրում, դե տալնի։ Սասուն աշխատել է այսօր։ Օ, սաղ գիշեր աշխատեց, այն անդը քնած է։ Լուրջ, արա կարող արև ահարի։ Հա, չէ, այ ախպեր նրա տոկն է խփում, ոչ մի բան չի լու։ Հələ սա տենամ, սա կլարի հետ է։ Մարգար ախպեր, մի հատ քուձերով են դարը կոֆեից կդնես ցավդ տանը։ Դնեմ ախպեր, հեսանես թունդ կոֆե դնեմ։ Դիր ցավդ տանը, մի հատ թունդ կոֆե դիր։ Դնեմ ախպեր։ Խնդրեմ Փիրուզա Խաչատուրովնա։ Ես դու չես խմում։ Բայ չէ, ես գործի մեջ եմ։ Կատեգորիչսկի չեմ խմում։ Ես էլ հավատացի։ Լսի Վասիլ, դու որ այստեղ չես լինում գիշերները, ինչ որ մի բան կատարվում է։ Ու չգիտեմ ում հետ կիսվեմ։ Ինչ որ լուրջ բան ա եղել։ Վասիլ, այս աղջիկը փոխանակ գնալով աչքիցս ընկնի, հələ մի բան էլ ինձ շատ դուր է գալիս։ Ինչ ա եղել Փիրուզ։ Առնակը գիշերը մտել էր այդ աղջկա սենյակը։ Լավ ասա։ Բայ մեղայ ասու, ինչ չենք տեսել տեսանք երեխեք։ Դու տեսնեիր ոնց դուրս վռնդեց այդ անառակին։ Մի րոպե Փիրուզ, եթե Լարան դուրը չբացել, Առնակը ոնց էր մտնելու Լարայի սենյակ, հա։ Բայց սպասի, դու ճիշտ ես ասում գիտես։ Հələ այդ քոկվածին նայի։ Ինձ թվում է դրանք երկուսով շատ լավ մատերի վրա խաղացնում են մեզ։ Իսկ դու էշիականջում քնած ես։ Ո՞վ է ասում, լավ էլ դիտարկումներ եմ արել։ Իա, հələ պատմի տեսնեմ։ Դա։ Նայ, ինձ թվում է Լարան ու Առնակը իրար հետ շատ սարդ են։ Արա ոչ իրար զեր են բռնում, ոչ փաթաթվում են, ոնց որ հարևան երեխեք են։ Նա ճիշտ ես գիտես։ Ես ուշադրություն չեմ դարձրել։ Բա։ Ախոր ես Առնակին լավ գիտեմ, էլի խոտ չի։ Ոչ էլ Լարանա մոլախոտ, որ հենց այնպես փաթաթվի։ Լսեց։ Շատ էլ լսեց, ինչ հասկանում։ Բարև ձեզ։ Բարև Լարա։ Բարև, ոնց ես, ինչ ես անում։ Что? Говорит, что делаешь? Уборку делаю. Уборка яնում։ Լես փիչքին նայ։ Ինչքան գետնի երեսն է, երկու անգամ ավել գետնի տակն է։ Ոչինչ, Փիրուզ, ես կգտնեմ դրա արմատները ու հերթով կկտրտեմ։ Ուգո։ Ոնց որ չի զարթում, հա։ Հələ բայց հաստատ շնչում է, չէ՞։ Հələ մի րոպե։ Հա, շնչում է։ Լավ է։ Հələ մի րոպե։ Արտաշնչում էլ է։ Շատ լավ է։ Թող իր համար շնչի, արտաշնչի, արի մի երկու հատ բլոկ տանենք ընդ։ Գործը առաջ գցենք, մինչև էսի քնից ելնի։ Արա Սակո, հա։ Արա նես մի հատ վատ երազում տեսել։ Ինչ երազ ապա։ Արա երազից մեջ ես էի ու Սյուզի։ Հաբա դրանից լավ երազ։ Արա ինչը վերջ լսի էնի։ Երազից մեջ ես մեր ֆորմեկով էր, էլի տենց կասկով բանով։ Արա ոնց եմ սիրում քո ֆանտազիան Ռուբո։ Արա դե ինչը վերջ լսի էնի։ Սյուզին, երազից մեջ ինձ ասում է, որ յանում ես իրան ասեմ
Ուստա Սուզի։ Դե ձեզ է բան չի լում պատմի։ Լավ, ընկերս պատմի ուստս։ Էլ ինչ պատմեմ, այդքանն է։ Ոնց։ Այդքանն է։ Օրե տավելի խնդան է։ Լիլիա, երեխեքին երբ ես բերելու։ Կարոտել եմ։ Սիրտս ճմլվում է։ Հա, որտեվ հաշ չես ուտում։ Չէ։ Հուզմունքից է ճմլվում։ Տեսնես ուրիշ տեղ կա սենց պապա։ Այսինքն։ Հոգատար, ուշադիր։ Դե ես ուրիշ տղա եմ։ Մնում է իմ հանդեպ էլ մի քիչ ուշադիր լինես։ Լիլիա ջան, ես ժամանակ ունեմ, ախր որ մեկն անեմ։ Այսինքն, ինչի ուրիշ մեկն էլ կա։ Դո չայ ցավդ տանեմ։ Բա ինչի ասեցի որ մեկն անեմ։ Որովհետև շատ խառնեմ։ Դե նա ինչ շատ չխառնես, որ իրար չխառնվես։ Գնա, հա։ Երնեք քո հավեսին։ Դու գնա։ Չէ, դու գնա։ Գնա Լիլիա։ Ու կգնամ։ Ապրես Արտակ ջան, այս արագությունը, լայքում եմ այս նետը, Նիա, լուս կես տեսնողին։ Բալուս ձեզ։ Բալուս աղբեջը։ Պրծել ես դերի։ Հրես հալ չկա, պրծել եմ։ Աշվել եմ, մնացել եմ 40 կիլո։ Ստոլբից, որ ընկա։ Այդ տղա ասում եմ գործը լրիվ պրծել ես։ Հա, պրովոդկիկը բերը հասցրել եմ պատշգամբին։ Այսինքն այստեղ էլ բան չկա անելու։ Չէ, ոչ չկա։ Վայ, ոչ չկա, հələ երկու գիշեր, երկու ցերեկ էլ ոնց վերցում եմ ստեղ հələ։ Բարձա։ Ուս ջան, քեզ մի րոպե ենկոմի վրա կարելի, հա։ Ինչ կա։ Կողի տամերով բառուն եմ ասել, մի րոպե կողմի վրա